Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Այսօր առավոտյան Նախիջևանի տարածքին ենթադրյալ իրանական դրոնների պայթյունների առիթով սրվել են Բաքու-Թեհրան հարաբերությունները։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական հեռուստաալիքին հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։ Նրա խոսքով Իրանը չի թիրախավորում հարևան երկրները։ Իրենց քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում նրա բառերով Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Իրանից արձակված անօդաչու սարքեր են խոցվել Նախիջևանի տարածքում, ինչի հետևանքով կա 2 վիրավոր։ Դրոններից մեկի բեկորներն ընկել էին օդանավակայանի բեռնահամալիրի վրա և խոշոր հրդեհ առաջացրել։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում ապրանքների պակաս չի լինի։ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա վստահեցմամբ Հայաստանի իշխանությունները ժամանակին հոգացել են, թե իրավիճակի սրման դեպքում ինչպես պետք է մեղմել ու նվազեցնել ռիսկերը։ Նրա խոսքով արդեն 1 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք, որովհետև Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ 6 ամիս առաջ են, չէ՞ եղել։ Եվ 6 ամիս առաջից հետո ակնհայտ չէր, որ այլևս չեն լինի։ Դուբայից այսօր ինքնաթիռ է ժամանել Երևան, սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին չվերթն է։ Այս պահի դրությամբ չեղարկված են Դուբայ-Երևան, Աբու-Դաբի-Երևան և Դոհա-Երևան չվերթները։ Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելյան երկրների ամերիկյան ռազմաբազաները թիրախավորելու մասին, մինչդեռ ծոցի երկրները պնդում են, որ հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում օդանավակայաններին։ Այս օրերին մի շարք թռիչքներ չեղարկվել են, դրանց պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել Դուբայում, Աբու-Դաբիում, Դոհայում, շատերն այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու Շրի Լանկայում, Հնդկաստանում։ Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են 1000 եվրոից։ Վերջին օրերին Մասկատից 2 օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ 2 օր առաջ օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել։ Հայաստանում աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի գնահատման միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում ներկայացվել են կառույցի իրականացրած հետազոտության արդյունքները, ըստ որոնց մեր երկրում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը։ Մեծամասնությունը օրինական կարգավիճակ ունի, սակայն գրեթե 40%-ը աշխատում է առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքի թույլտվության։ Աշխատանքի գործակալությունից օգտված յուրաքանչյուր 6 միգրանտից մեկն էլ հայտնել շահագործման կամ չկատարված խոստումների մասին։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ արձակվեց։ Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը, այլ մանրամասներ չներկայացնելով։ Հիշեցնեմ, Արշակ Սրբազանը ձերբակալվել է 2025-ի դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Ավելի կոնկրետ Արշակ Սրբազանն իբր հանձնարարել է Վեհարանի դեմ ակցիա իրականացնող ակտիվիստներից մեկի ուսապարկը թմրամիջոց գցել։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին մեր ամփոփիչ թողարկմանը։